Օր առաջին Հիսուսն աղոթում էր, ձեռքերը դողում էին, զինվորները կարծես որսի էին դուրս եկած, մարդու որդին մատնվեց մեղավորների ձեռքը, նրա դատավարությունը սկսվեց, մեղադրանքներ էին հեղեղվում, անմեղը մեղավոր ճանաչվեց, Աստծո գառը դատապարտվեց, մարմինը մերկացած, մեջքին դաժան մտրակների հարվածներ ստացավ, ճակատը խոցեցին, խաչել էին աղաղակում, մեխերը խրված են, տանջանք, տառապանք, Քրիստոսը խաչված է և մեղքերը ներված են, ամեն ինչ ավարտված է, վարագույրը պատռվեց, երկիրը ցնցվեց, ժայռերը ճեղքվեցին, իսկապես սա Աստծո որդին էր, մարմինը թաղվեց, գերեզմանը կնքվեց և մտնեց։ Օր երկրորդ աշակերտները ցրվեցին, հույսը կորել էր, վաղ, կասկած, վիշտ, լռության օր, հանգստի օր, խավարի օր։ Բայց հետո եկավ երրորդ օրը, արշալույսը ծագեց, գետինը դղրդաց, հրեշտակը նման էր կայծակի, զինվորներն ընկնում էին և գերեզմանի քարը գլորվեց մի կողմ, վկաները սարսափած էին, նա այստեղ չէ, նա հարություն է առել, Հիսուսը հայտնվում է նրանց, ջախջախելով մահն իր ոտքերի տակ, հույսը վերականգնվեց, հաղթանակ հռչակվեց, շղթաները քանդվեցին և մեզ տրվեց փրկությունը ձրի ապար, սա է ավետարանը։ Երրորդ օր Հիսուսը կենդանի է և հույսը հաղթում է։